Ես երկու հարց կուզեի բարձրացնել, առաջինը վերաբերվում է Կասկադում գտնվող ապերիտիվո կաֆեի հետ, սրճարանի հետ, որի աշխատանքները մեծ անհանգստություն են եւ տհաճություն են, այսպես ասեմ, պատճառում վերևի բնակիչներին, այդ կաֆեի հենց վերևի, եւ աղմուկ կա, եւ մուտքն է օգտագործվում, մուտքի դուռը, որ միշտ ինքը պետքա փակման այդ դամաֆոն կոչեցյալ ունի, միշտ բաց է, ինչ-որ պրախադնոյ վիճակ է, կներեք ռուսերենի համար, բանն է, նկուղն է օգտագործվում, բաց, փակ, ինչ-որ ընդե կենթայիներ են հայտնվում դրա պատճառով, եւ աղմուկը ամենակարևորը, որ գիշերը այնտեղ դա եւ շենքի կոնստրուկտիվ միգուցե ինչ-որ բանի հետ է կապված, բայց աղմուկը գիշերը չի լինում քնել, նաեւ 11-ից հետո բավական բարձր է, դե աշխուժ կյանք է բանում Կասկադում, խնդրում եմ այդ ուշադրություն դարձնել մեր լավ գործընկերոջ, Կիմ Աբրահամյանի կարծեմ տնօրինության տակ է այդ կաֆեն, ես խնդրեի, որ շատ ուշադիր լինեն եւ ուշադրության տես մի քիչ խիստ ուշադիր լինեն, որտեվ մարդիկ իրոք իրանց սեփական բնակարանում քաղաքի կենտրոնում ապրելուց ամենալավ տես տեղերից մեկում չեն վայելում իրանց կյանքը, տարեցել մարդիկ են, մեծ խնդիրներ առաջանում։ Եվ երկրորդը պարոն Սևոյանին է ուզում հարց տալ, ուրեմն Դավիթ Մալյան երկրորդ նրբանցքում մի բան կա, էլի, մի քիչ վերև այնտեղ խաղահրապարակ կա, իսկ այդ շենքի տարածքում գարաժներ են բաներ, բայց ազատ տարածքներ էլ կա, բնակիչները խնդրում էին, եթե հնարավոր է ինչ-որ մի զրուցարան կամ մի քիչ բարեկարգվի այդ հատվածը, խնդրում դիտարկել։ Շնորհակալ եմ, առաջին հարցի մասով իհարկե պարոն Թորոսյան կանդրադառնանք եւ կհասկանանք ձեր մատնանշած խնդրի չափը եւ կոնկրետ կապը հենց կոնկրետ սրճարանի հետ, բայց հասկանում ենք, որ Կասկադում գլոբալ ակտիվ միջավայր է եւ այդտեղ սրճարաններ են եւ իրականում սա էլ է շատ կարեւոր կարծում եմ, որովհետեւ նաեւ եվրոպական տարբեր քաղաքների փորձը ցույց է տալիս, որ որոշակի հատվածներ, որոնք որ այս սրճարանային կյանքը ակտիվ է, այնտեղ մի քիչ ապրելը ավելի բարդանում է եւ դա կարծում եմ նաեւ բնական է։ Նույնը ունենք Սարյան փողոցի վրա, նույնը ունենք Կասկադում եւ Երևան քաղաքի փոքր կենտրոնի տարբեր հատվածներում։ Իհարկե սա չի նշանակում, որ որևէ մեկը իրավունք ունի սահմանված կանոնները խախտել եւ այդտեղ մենք հետեւողական կլինենք եւ ուշադիր կլինենք։ Պարոն Սևոյանն էլ կարծում եմ արձանագրեց ձեր բարձրաձայնած հարցը, եթե ասելիք ունեք, խնդրեմ։ Ասենք կայցելենք, նայենք, որտեղ կողքը խաղահրապարակ ունենք շենքից, շատ քիչ է հեռու։ Հա, կարող ենք այցելել միասին, տեղում քննարկենք։ Արձագանք, պարոն Թորոսյան։ Պայմանավորվեցինք, բայց այդ կենտրոնի հետ կապված ես համաձայն եմ ձեզ հետ, Սարյանի վրա էլ կա բնակիչներ կան, որ վաճառել են տներ, բայց դա պետք է ինչ-որ լուծում կամ տանք կամ չգիտեմ, էլի դա ինչ-որ մի ազդեցություն պետք է ունենա քաղաքը, իդեպ օգտվելով առիթից առաջարկում եմ այս տարվանից սկսած մտածել 10 տարին ոլորեց արդեն գինու փառատոնը, բնակիչների մեծ մասը շատ են դժգոհում, որ ընդեղ անցկացվում, կարա ինքը այնքանով կայացած փառատոնը, որ ուր էլ գնա մարդիկ կգան, կարելի է արդեն լոկացիան էլ փոխել ու դրանով զարգացնել որոշ այլ տարածքներ թե համայնքում, թե համայնքի գից ինչ-որ գտնվող վայրերում։ Շատ լավ, հաշվի կառնենք, կազմակերպիչներն հուսով եմ լսեցին ձեր հորդորը։